Պարոն Իսրայելյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների կանդրադառնանք եւ այսպես, վերջապես Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահի հետ, չի շնորհավորել, ասում է Նիկոլ Փաշինյանը, որ էլի Պուտինը չշնորհավորեց Փաշինյանին, իհարկե զանգել էր, որպեսզի այս տեսական խնդիրների, այս արտահանման խնդիրների մասին խոսի, բայց ռուսական կողմը հստակ իր դիրքորոշումը արտահայտեց հերթական անգամ, հանրաքվե անցկացրեք եւ որոշեք ԵԱՏՄ-ում եք թե Եվրոպական միությունում։ Երեկ է Փաշինյանը պատասխան տվեց ըստ էության Ռուսաստանի նախագահին, Պուտինը չի որոշելու մեր երկրում հանրաքվե անցկացնենք, մենք ենք որոշելու։ Իմիջիայլոց, երբ որ Ադրբեջանն էլ ասում է սահմանադրության փոփոխության հանրաքվե անցկացրեք, նույն ձև պատասխանում են Ալիևին թե ոչ։ Խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը եւ եւս մի քանի թեմաներ ենք առանձնացրել։ Բարև ձեզ, բարև բոլորին։ Այո, հիմի այն իրավիճակն է հասունանում, որ սրանից մի քանի ժամանակ առաջ, մի քանի ամիսներ կամ տարի առաջ, որ բոլոր հանրության իմ ասած ամեն մի կոչի մեջ միշտ ասել են, որ ժողովուրդ ջան, Արցախահայությունը ձեր համար ցավալի օրինակ է։ Ցավալի օրինակի իմաստը ինչի մեջ է, որ ամեն մեկդ գալու է մի ժամանակը հասունանալու, այս իրավիճակին հարմարվելու կամ այս իրավիճակում մենք խոսքի պայքար, բավարար պայքար չիրականացնելու արդյունքները գալու է այն բաներով, որ ամեն մեկից դուրս ծեծելու է, ամեն մեկիդ խնդիրներ ունենալու ենք, ամեն մեկը թե բիզնեսի ոլորտում է, թե ձեր կյանքի բարելավման ոլորտում է, ամեն մեկը խնդիր ունենալու ենք։ Հիմի անդրադառնամ sense հերթականություն Ռուսաստանի նախագահի հետ ներկա իշխանության ղեկավարի կապի հետ կապված այդ հեռախոսազրույցին։ Այդ հեռախոսազրույցը ուրեմն եղել է ներկա իշխանության կողմից խոսքի բան արած։ Այդ հեռախոսազրույցով ինքը ուզեցել է ցույց տա, որ կապը կա Ռուսաստանի հետ, ղեկավարի հետ, մեկ մշտական հարցերի լուծումները, ով էլ ինչ էր ուզում ասի այս իրավիճակին, որ այստեղ բաներ է ստեղծվում, խնդիրներ է ստեղծվում, սասաղ լուծվող է, սասաղ լուծվելու է, ու այդ առաջինը այդ պարագայում։ Երկրորդ պարագան ստեկա մի հատ ավելի մեծ կարևոր խորքային բովանդակություն ունեցող հարց ու խնդիր, որը մենք մի քանի ժամանակից հետո հասկանալու ենք։ Հիմի Եվրոպան, Ռուսաստան, խոսքի այդ կռիվն է գնում այս տարածաշրջանում, ինչոց ով ավելի մեծ, ավելի լավ բարենպաստ առաջարկների հետ կապված կամ լուծումների, հարցերի, խնդիրների լուծումների հետ կապված մոտեցումներ ունի։ Եվրոպայի դրսևորումը մենք ընդհանուր տեսանք, որ մենակ եղել է ընտրությունների հետ կապված, որ վերընտրվի այս ներկա իշխանությունը, որովհետև ժողովրդի մասին հարցի բարելավման, երկրի զարգացման համար հարցի բարձրաձայնման չի եղել, արդյունքներ չկա, դրա հիման վրա եմ ասում։ Եվրոպայի կողմից իրենց շահերը այս տարածաշրջանում ինչ որ մի երկրների դեմ իրենց գործունեությունն է ցույց տալիս Երևանում, որ դա այդ ձևի է։ Ինչի համար, որովհետև եթե այսօրվա պարագայում մեր տնտեսության մեջ, Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ լուրջ խնդիրներ առաջանում, ու այդ լուրջ խնդիրների լուծումը չկա, ուրեմն ստեղ մենք ականատես ենք լինում, որ դա նախատեսված ինչ ճանապարհով են շարժում ներկա իշխանության թե ծրագրերն է, թե մոտեցումներն է։ Այսօր որ մեր խնդիրները առաջացել է տնտեսության արդեն ականատես ենք, որ մարդիկ չեն կարող ապրանքներ հանեն դուրս, որ միշտ եղել է տասնյակ տարիներ, որ իրանք այդ առևտրական այդ մթնոլորտում ունեին արդեն իրենց պարտներները, դրանց հետ աշխատում էին, ու մշտական խնդիր չկար, ոչ մի խնդիր։ Պետությունը զբաղվում էր իր հարցերով, բիզնեսները զբաղվում էր իր հարցերով։ Բայց եկավ մի հատ իրավիճակ հասունացավ, մենք տեսանք, որ պետության սխալ մոտեցումներով, պետության սխալ ղեկավարների որոշումներով, ոչ ունակություն ունեցող, ոչ որ ասում եմ իրենց այդ մասնագիտական ոլորտներում կամ դիվանագիտական լեզվով ոչ մի ձևի բան չեն կարողացել ձեռք բերեն, ու դրա հիման վրա էլ այդ խնդիրները առաջացավ։ Այսօրվա պարագայում խնդիրը, այս հարցի լուծումները ներկա իշխանության ղեկավարության մեջ է։
Ինչի համար, որովհետև եթե երկրիդ մեջ հարց հացակում, երևետև երկրի մեջ խնդիր է առաջանում, դա պետք չի գցել ուրիշ երկրների, ուրիշ ղեկավարների կամ ուրիշ կենտրոնների հետ կապված։ Այսօր որ մի քիչ հետ են գնում, սրանք մի խոսույթ էին օգտագործում, այս վերջի ժամանակները էլ իրանց որ արդարացնելու իրենց մեղավորությունն է, մեղքն է, իրենց դավաճանությունն է սեփական ազգի ժողովրդի նկատմամբ, Արցախն էին միշտ բանանում։ Ասում են Արցախն էր խանգարում, որ այս երկիրը զարգանար։ Արցախն էր խանգարում, որ մայր Հայաստանը ունենա բոլոր հնարավորությունները, անկախություն ձեռք բերելու, ամեն ինչ ուղղության, ոլորտի, բիզնեսի, զարգացման, երկրի ժողովրդի բարելավման ամենամեծ խնդիրը Արցախն էր։ Ժողովուրդ Արցախը չկա, այս խնդիրները քիչ է լուծվում։ Ժողովուրդ Արցախը տվին, հանձնեցին։ Այս հարցերի լուծումները ինքները դու ձեր առաջ արդեն այսօրվա պարագայում բոլորիդ եմ ասում ժողովուրդ, այս հարցերը որ դուք ունեք այսօրվա պարագայում քիչ է լուծվում, եթե խնդիրը եղել է Արցախի հանձնման անունը դնելով, թոք է եղել մեր պկին, վզին կամ այսինչ տարբեր անուններ դնելով։ Հիմա տեսնում եք, որ խնդիրը դրա մեջ չի։ Արցախի կործանումից հետո տեսինչ ավելի մեծ տասնապատիկ խնդիր էր առաջանում։ Արցախը լինելու ժամանակ ձեզ եմ դիմում, խնդիրներ ունեցել եք դուք։ Արցախը լինելու ժամանակ մեզ նմանատիպ իրավիճակում մենք հայտնվել ենք, ոչ։ Դրա համար այդ սուտ խոստումներն է, խոսույթն է, սկսած Արցախի հանձնումից հետո, մենք շարունակական այս իրավիճակում մենք տեսնում ենք, որ ամեն հարցի մեղավորության մեծ մեղավոր համար մեկը ներկայիշխանության ղեկավարությունն է։ Մարդիկ հասարակ շարքային քաղաքացիների մոտ արդեն հարցեր ծագում։ Հասարակ շարքային քաղաքացիների մոտ արդեն հարցեր ծագում։ Այսօրվա իրավիճակում ապրանքների որակի մասին է խոսում։ Ուզում է դրանով արդարացնի կամ էլ դրանով շեղի մարդկանց հարցի լուծումը մտամ դրա մեջ է։ Բայց որ այդ ապրանքը անորակ էր, այդ ոնց են տարբեր երկրներում այդ ապրանքները ընդունում։ Այդ ապրանքը տասնյակ տարիներ որ այդ բանի ժամանակ այդ որ արտահանել են, խիչին դեղ մի պարագայում մի հատ խնդիր առաջացել, որ ասեն ձեր այս ապրանքը բանջարեղենի հետ կապված, ջրի հետ կապված, կոնյակի հետ կապված, ձկան հետ կապված, խիչին դեղ մի հատ հարց ծագել, բացի քաղաքական խոսքի մեջպետական այդ հարաբերությունների բաներով, սկզբունքներով կամ հիման վրա, այ հարցի պատասխանները դրա մեջ է։ Այսօր ամեն ինչի խնդիրը ներկայիշխանության մեջ է, ձեր մեջ է, ձեզ եմ ասում ղեկավարներ, այսօր է ժողովուրդը իրականություն իրավիճակում ես, որ հայտնվում է ու հարցի լուծումները չկա, մեղավորը դուք եք, ձեզ եմ ասում ղեկավարություն այսօրվա, որ կան։ Հիմի շարունակական այս բաները, որ սենց գնալովը, սա ողբերգական իրավիճակ է, սա մի հատ նոր ողբերգական իրավիճակ է մեր ազգի գլխին սպասվում, որ այս հարցի լուծումները, սա հարցի լուծումը, սա մի օրվա երկու օրվա հարցի լուծում չի, այս հարցի լուծումները որ ունենա, տարիներ է պահանջում, դուք հասկանում եք, որ դու մի նոր շուկա մտնելու համար, նոր ձեռք բերելու համաձայնություն, պայմանագրեր ձեռք բերելու համար տարիներ է պետք, որովհետև այդ շուկաները տարիներով զբաղեցրած են տարբեր երկրների, տարբեր շահագրգռված բիզնեսի ոլորտի այդ ուղղությունների ներկայացուցիչները։ Հենց միտեղ բացվում է, միանգամից զբաղեցնում են։ Այսօր խնդիր համար 1 այդ ունակությունն է, երկրի ղեկավարությունը, երկրի համար 1 ղեկավարի մեղավորության հիման վրա է։ Պատերազմից ենք խոսում, ասում են մեղավորները սրանք են։ Վերջում էլ իրականությունը բերնելով, որ ասում սուտ թեզերով, կեղծ պղծված թեզերով, ասում են Արցախահայություն բակռվեիք Արցախը պահեիք, տես ոնց են տարանջատում։ Ձկան համար հարցերը բարձրաձայնում են այդ մարդկանց տարբեր թիրախավորման բաները մանգալից ճարում, ասում բան մեղավորը դուք եք, բայց սենց պիտի անեիք, որ սենց լիներ, բանջարեղենի հետ կապված, ծաղիկների հետ կապված, բոլոր ինչ կա չկա, մեղավորները դուք եք ժողովուրդ, իրանց ասած բառերն է, ու արժանի եք դրան, ասեմ ձեզ, որովհետև գնում եք ամենակապ սենց սուտասաններին հավատալով, ամենակապ գնում եք այս ձևի մարդկաց մոտեցումներով այս սուտասան խափեղ որ իրա ժողովրդին է մենակ պատժում, որ իրա ժողովրդին է մենակ տանում աղետին, գնում եք էլի ընտրություն եք անում, դե ընտրություն եք արել վայել եք, ես էլ իմ ասածս է, այս բարերից չընդունեք, ես սա ցավով եմ ասում,
Տեսնելով որ մի մարդ մի ցավից ազատվելով այդ մարդկանց կողքին չեք կաղնել, չեք աջակցել, որ հաջորդ իրական ժամանակներում, որ ապրում եք, այդ ցավը չգա ձեր դուռը, ձեր ընտանիքները։ Այ խնդիրը դրա մեջ է։ Այ որ ասում եմ ամեն անգամ որ խոսում եմ Արցախից, Արցախի ժողովրդից, տեղը հանված այդ խեղ ժողովրդից, որ անտեր տիրական են թողել, տեր չեն կաղնում, որ տարբեր տեղեր մենակ ընթացքում էլ նկատել է որ արցախցիները քննադատում եք, ասում եք դե նա տալիս են էլի, դա հարցը դրա մեջ չի։ Սրբություն կորցնելը, գերեզման կորցնելը, հարազատ կորցնելը սոցիալական փողի հետ կապ չունի, նա արժեքը ուրիշ է, սա արժեք չկա, փողը արժեք չունի, փողը առևտրի համար է, որ առնեն, վաճառեն, սրբություններն մի եկել են ձև իրավիճակ, որ մենք արժեքներն ենք վաճառել, սրբություններն ենք վաճառել, էլ այդ նույն փողով։ Դրա համար խնդիրը իմի ամեն մեկից համար, ամեն մեկից դուրն է ծեծում։ Բայց եւ այս ամենի զուգահեռ մենք տեսնում ենք նույն արցախցիները եւ ոչ միայն իհարկե այսօր բոլորը սոցիալական ինչ ծանր խնդիրների առաջ են կանգնել եւ ինչ է այսօր հայտնի դառնում 175 միլիոն դրամ Պաուստային ֆոնդից տրամադրվելու է օգոստոսին Սևանա լճի ափին անցկացվող վարչաֆեստի համար 24 միլիոն տրամադրվելու է հեծանվային արշավի համար։ Խնդրեմ Բա մենակ դրա համար ինչ է անդրադառնա։ Խե միջև էս այդ ձեր ասած ներկայացրած, բայց մի ամսվա մեջ 10 հատ հա, պարքեավճարից բացի, փարթիներ են կազմակերպել մենակ մի երկու ուղղության վրա, որ տեսնում ես կամ հետևում ես 200 միլիոն, 400 միլիոն, այդ ձևի փողեր են ծախսում։ Քարոզարշավի հետ կապված պետական ռեսուրսներով ինչքան փողեր են ծախսել այդ ուղղության վրա։ Այս պարագայում փող կա իրենց աթոռը պահելու, իշխանությունը պահելու համար, բայց մյուս պարագաներում, որ ժողովրդի կամ հասարակությունը, որ իրենց ձեռով է տուժվել, որ իրենց մեղքով է տուժվել, դրա համար փող չկա կամ էլ եղածը սահմանափակում են sense մի հատ թղթի վրա sense ինչ որ բաները, որ ժողովուրդ ձեր սահմանափակ է ձեր որ ասում եմ ձեր բերելու կամ ձեր իրավիճակը բարելավելու համար դա սահմանափակ է, հնարավորությունը մենակ էսա, բայց իրենց համար աթոռ պահելու, նորից եմ ասում, իշխանություն պահելու, կամ էլ ինչ որ չգիտեմ, փող լվանալու երևի, որովհետև սա հենց էլ մի միջոց է, որ փող են լվանում։ Ու այդ իրավիճակում, այդ բանում մենք ապրելով, տեսնելով, ամեն մեկս իրար հետ շփվելով, խոսելով, մենք տեսնում ենք, որ դրա զոհն ենք դառել ու դառնում ենք շարունակական։ Հիմի մեջպետական հարաբերությունները, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարի հետ խոսում է, մենք տեսնում ենք, որ այն երկրների ղեկավարները, ում համար իրեն երկրի շահը առաջնային է, իրեն ժողովրդի համար ամեն ինչ առաջնային է, խոսքի, թե եվրոպական երկրները, թե Ռուսաստան, նրանք սկզբից դա են ներկայացնում, այդ սկզբունքներով են, այդ լեզվով են խոսում, հետո արդեն ներկայիշխանությունը արդեն դա անվանում է, դե որ չստացվի, դե չլնի, կամ էլ ես մեկ եմ ուսիր, տես բառապաշար կա, չէ, վերջի ժամանակները սենց մի քանի տեղ այդ միտքը արտահայտում էր, դե չլնի, դե չստացվի, Էտա պատասխանատու լինելը, էտա ձեր խոստումները, որ մինչև նախընտրական ժամանակ, այս նախընտրական ժամանակի հետ կապված եմ ասում, այդ խոստումները էլի է տենցեր, ժողովուրդ այդ սուտը դուք նորից էլի կրկնապատիկ կուլ տվեցիք, այդ սուտը էլի դուք կրկնապատիկ շարունակում եք կուլ տալ, դե ումից եք բողոքում։ Առավոտից իրիկուն ամենօրյա ռեժիմով արդեն կառավարության շենքի դիմաց տարբեր հարցերի շուրջ տեսնում եմ ժողովուրդ են հավաքում, բողոք են արտահայտում, ու դեղ մարդիկ էլ կան ասում Նիկոլ մեկ քեզ եք ընտրել, բա ես ինչ արեցիր։ Կամ էլ ասում են բա մեկ ընտրեցինք, որ էսո դու մեր գլխին էսի սարքեիր, բա դու եք ասում ժողովուրդ, ինքները ձեզ եք ասում դուք դա։ Ես այսօրվա պարագայում նորից եմ ասում, որ հանրային համախմբված, հանրային ճշման, միասնական ճշման բաներով մենք կարանք արդյունքներ մենակ դրա հիման վրա ստանանք կամ արձանագրենք, կամ ստիպեք այս իշխանությանը գնային լուծումներին, որ հանրությանը, հասարակությանը, ժողովրդին է ձեռ տալիս։ Հիմի տարբեր ոլորտում տեսնում ես, որ տարբեր ոլորտի որտեղ հարցը կպել է, նրանք են մենակ հավաքվում, այդ բողոքը արտահայտում։ Այդ հարցի լուծում չի, սա ողբերգություն է, սա աղետ է, սպասելի աղետներն է, որ մեր վրա գալու է։ Այսօր բանի նիստի ժամանակ ասում եմ, հիշում եք ժողովուրդ, որ առավոտել էիք կարտոֆիլ ուտում, աբեդին էիք կարտոֆիլ ուտում, իրիկուն էիք կարտոֆիլ ուտում, ժողովուրդ լսեք, պատրաստվեք,
գալու է ժամանակ, նա նես չի ասել այդ բառերը, առավոտել եք կարտոֆիլ ուտելու, աբեդինել եք կարտոֆիլ ուտելու, իրիկունն էլ, որ ասում Աստվածանի այլ այդ կարտոֆիլն էլ լինի, որ ուտենք։ Այս չեմ ասում, է վախցնելու ինչ որ մթնոլորտ ձև բանանելու համար։ Սա այն միտքն է, այն խոսքն է, այն ուղերձն է, այն խնդրանքն է, այն դիմումն է։ Ժողովուրդ ուշքի եկեք, հասկացեք ինչ է կատարվում։ Մարդիկ դրա համար զոհաբերել են երեխեք մի ուղղության վրա կռվի պատերազմի հետ կապված է, բայց այդ կռվի արժեքը, այդ պատերազմի արժեքը, այդ կռվող տողորց արժեքը, եթե սրանք վերցրել են դա ոտնահարել, կամ սրանք դա բան են անում, այդ հարցը փակում են, կամ ընդհանրապես որ ասում եմ ամեն ինչ անում են, որ դրա մասին չխոսացվի, բա դուք էլի մարդը, որ գնացել է իր կյանքն է նվիրաբերել, բա ունեցվածքի մասին ինչի մասին պիտի խոսանք, ուտելու մասին ինչի մասին պիտի խոսանք, կամ էլ ինչ որ զարգացման մասին ինչի մասին պիտի խոսանք, այս սա է, մենք այդ ժամանակահատվածում, որ ժամանակին մարդիկ մինչ օրս մնացել են անպատասխանատու, անպատիժ ու ամեն պարագայում էլ իրենց մոտ հաջողվել է խուսափել պատասխանատվությունից, այդ տված խոստումներից եմ ասում, իմ բերանից չէ այդ բառերը դուրս եկել։ Մենք պահանջատեր ենք միշտ, որովհետև հասարակությունը ղեկավարությունից է միշտ պահանջատեր լինում։ Ղեկավարությունից մենք միշտ պահանջատեր լինելով, մենք չգնացինք այն քայլերի, այն որոշումների, որ վաղվա օրը ունենանք այն ղեկավարությունը, այն ներկայացուցիչները, որ մեր այսօրվա հարցերի ծագումը որ կա, այդ լուծումները ունենանք։ Հիմա այս մարդկանց իրոք ունակություն չունեն, դուք հասկանում եք դուք։ Այս մարդկանց հաշվի առնելով որ դիմում են մասնագետների խոսքի, որ ինչ մասնագետներ կան, այդ սով ունեն, այդ կարիք ունեն։ Դուք մի գիտակցում եք ղեկավարության ղեկին կամ պաշտոնյաների տեղերի աթոռները ովքեր են զբաղվում։ Ոչ համապատասխան մասնագետներ, ոչ համապատասխան կյանք անցած, ճանապարհ անցած մարդիկ, ոչ փորձ ունեցող, փորձառու ունեցող մարդիկ։ Հիմա այս երկիրը դարել են փորձադաշտ, թե բիզնեսի ոլորտում է, թե ընդհանուր զարգացման բոլոր ուղղությունների վրա է, դե ես բանակից կամ էլ մեր անվտանգությունից вообще հեչել չեմ խոսում, որովհետև իրենց պահվածքով, իրենց բաներով, որ ասում եմ, պատասխաններով կամ էլ ինչ-որ ես ճոգում եմ, որ սրանք անվտանգության հետ կապված շատ լուրջ խնդիրներ ունեն, դրա համար այս իրավիճակում հələ այտենց են դրսևորում։ Հիմի այդ մեջ պետական հարաբերություններին անդրադառնալով, որ իրենք այտենց ներկայացնում են այդ խնդիրներն, բա խնդիրները ում մեջ է, բա այդ երկրի ղեկավարները ուրեմն 100 անգամ քո նման մարդու հետ բան են պայմանավորվել, դու խաբել ես, այդ երկրի ղեկավարները ձեր մեջ տեսնում են սուտասաններ, որովհետև այդ ձեր բաների որոշումների հիման վրա տուժվում է քո ժողովուրդը, սեփական ժողովուրդը, հիմի ում հետ կան ինչ պայմանավոր։ Դրա համար հստակ բան են դնում պայմանավորություն կամ առաջարկներ այս սկզբունքներով, որը սկզբնական շրջանում էլ միշտ էլ եղել է։ Ուսա մենակ Հայաստանի հետ կապված չի։ Տարբեր երկրներ իրանց մեջ էլ նույնատիպ հարաբերությունները նույն ձևակերպումով է միշտ ձեռք բերում։ Ասելու, տեր կաղնելու, հստակ ղեկավար առաջնորդ լինելու հզորությունը իր ազգում, իր ժողովրդի մեջ տեսնելով, որտեղ ահագին առաջընթաց կա, այդ երկիրը զարգանում է, այդ երկիրը պարտվոց չի, այդ երկիրը պարտվել այդ իրավիճակը չի գցում իր ժողովրդի վրա, այդ երկրի ղեկավարությունը տեսնելով, որ նա այդ ժողովրդին գցում է, նրանք այդ ղեկավարները, գերպետությունների ղեկավարները, չեն կարող գնան այդ մարդու հետ ինչ-որ լուրջ պայմանավորվածություն ձեռք բերեն գցողի հետ։ Մարդ, որ գցում է իր ժողովրդին, մարդ, որ գցում է իր սեփական, որ ասում է ժողովրդին, Արցախը խաբելով ժողովրդին, դա որ մերը չի, դրա համար տվել ենք, որ անկախություն ձեռք բերելով, բայց տեսնում ենք, որ 10 պատիկ ավելի մեծ հարցեր է ծագել ու այդ իրավիճակներ չի փրկել այս բանում, որ ասում է, այս իրավիճակում այդ իրենց ասած թշնամու ախորժակը կամ բերանը փակելու, այ դա գցոց է կոչվում։ Այդ գցողների հետ միջազգային հանրությունում գերպետության ղեկավարները նրանք այնքան են հզոր, որ այդ գցողին օգտագործում են։ Հիմա այս իրավիճակում սրանք այնձևի ծանր իրավիճակում են հայտնվել, որ սրանք պատրաստել են գնալ օգտագործեն իրենց մինձևի նորից եմ ասում ազնական իրենց երեսնա, դեմքնա իրավիճակը փրկելու համար կամ այն երկրորդ տարբերակը որ ասեցի դրան անդրադառնամ։ Ուրեմն սրանք ամեն ինչ անում են բոլորի հետ թշնամանալու համար, ներկայացնելու հասարակության, որ ասեն, տեսակ Ռուսաստանը սենց, Եվրոպան էլ այսքան ասեց օգնելու եմ չօգնեց, այս մեկը մույսը, ուստեղ
Տեսակ մի հատ Թուրքիան, մեկ էլ Ադրբեջանը արձագանքեցին, ասում են մենք պատրաստ ենք, ի՞նչ է ձեզ պետք։ Ասում են բա լսեք, բենզինի խնդիր ունեք, ասում են բա մենք կտանք։ Ասում են լսեք, տնտեսության զարգացմանից խնդիր, բա մենք կներդրենք, ինչքան փող ա պետք, բերենք ներդրենք։ Ու ես իմ ասածս հիշեք, վաղվա օրը համաձայնագիրներ ալնելու Թուրքիայի բիզնեսմենների հետ, համաձայնագիրներ ալնելու Ադրբեջանի բիզնեսմենների հետ, բայց նայեք նպատակների հարցը։ Նրանց նպատակը այն է, որ ստեղ գան տերություն անեն, խոսքի որ մարդիկ ներդրեն, այդ ներդրման ընթացքում Թուրքիայի ինչ որ մի հատ բիզնեսմեն որ ստեղ ներդրեց, կապ չունի ինչքան փող է, ինչ ձևի է, այս մեկը մյուսը, այդ մարդը վաղը այդ պետությունը իր ներդրողին տեր է կաղնելու։ Սա Գագիկ Ծառուկյանի նման չի, որ գաս հավաքես տանես այդ մարդուն պարկեցնես, դու այդ Թուրքիայի ներկայացուցիչը, որ ստեղ բիզնեսի փող դնի, ինքը չի կարելի բանանի, գետնին պարկեցնի, որովհետև ինքը ծառայում է կամ ծառայ արդեն եկել է մի հատ իրավիճակ, որ դարել է դրանց խոսքի համար այն մարդը, որ այդ հարցերի լուծումները նրանց շահերը էս հողում, էս տարածքում բանանելու համար։ Այստեղ գալիս է նորից էլի դավաճանության, նորից էլի շատ լուրջ մտածելու մեր տեղը, որ մենք պիտի մտածենք դրա մասին, որ այդ օրը չհասնի, այս սենց խաղել է գնում։ Վաղվա օրը ինքը մեջ է բերելու բոլոր երկրների հարաբերությունները, որ վատա, չի ստացվում, ժողովուրդ ուզում եք հարցերի լուծումները, ասելու եք հա, ինքն էլ ասում է դες այդ հապարագայում արձագանքում է Թուրքիան միգել Ադրբեջանը։ Դե մի Թուրքիան Ադրբեջանը արձագանքելով ժողովուրդ էլի որ գնաք այդ փողի զոհ դառնաք, էլի գնաք այդ առևտրի բան դարձնեք, բայց Թուրքիան ու Ադրբեջանը այդ ձևի մոտեցումով չեն գալու այս հողում, այս երկրում ինչ որ ներդրում անելու կամ ինչ որ օգնության ձեռք բերելու։ Թշնամու ձեռքից դու օգնություն ստանալը դու իմաց որ դա հետագայում քո մահն է։ Նայեք, մինչև այդ իր այդ Աննա Հակոբյանի հետ կապված էս վերջի ժամանակներս sense որ մտահոգված, sense որ այդ բաներ անում, այդ կանանց իրավունքների մասին, հետ դառնանք գնանք էլի նորից Արցախ։ Սա խոսքի այն կանանց նկատմամբ, այն կանայք, որ տուժվել են թշնամու, պատմական թշնամու կողմից, ցեղասպանությունից փրկված զորով մի ձևի կամ մի ահագին մասել չհաջողվեց փրկվելու, որը ունենք հնարավորություն միջազգային հարթակներում բարձրաձայնելու, Աննա Հակոբյան ձեզ եմ դիմում միջազգային հարթակներում, բոլոր այն կառույցներում, որտեղ այդ իրավունքները առաջնային է, որտեղ այդ իրավունքները իրենք բարձրաձայնում են, կարևորացնում են, դուք կարևորացրեք պատերազմի ժամանակ պատմական թշնամու կողմից իրականացրած հանցագործները այդ նույն կանանց նկատմամբ կամ այդ որ տուժվել են այդ նույն կանայք, նույն ջերմուկույտ պատմությունը, նույն մեր են աղջիկերքը, որ իրենց կյանքով զոհաբերել են Մայր Հայաստանի հողը պահելու, այդ քարտեզը, որ դնում եք դոշներից, այդ հողը պահելու համար, ինչ վերաբերմունք են ցույց տվել այդ կանանց նկատմամբ։ Այդ դրա մասին, որ խոսենք, մենք դա կարևորացնենք, մենք դա այդ հարցի լուծումը պատժենք այդ մեղավորներին, այն ժամանակ այս երկրի մեջ հարգանքը կանանց նկատմամբ կամ հարգանքը այդ միջավայրում լինելու է։ Բացի դրանից, այն շրջապատում, այն ոլորտում, որտեղ կա իրական տղամարդու պահված, իրական տղամարդու դրսևորում, դե կանայք չեն պատժվում, չեն տուժվում։ Ես ասեմ ձեզ, խնդիրը, ձեր բարձրացրած խնդիրը լրիվ ուրիշ բան է։ Պետական մակարդակով նմանատիպ հարցերի լուծումը մեկով մեկ է։ Մի օրվա մեջ պետական մակարդակով կառույցների այն մարդիկ, այն բաները, այն պատասխանատու ղեկավարները, որոնք այդ ոլորտի ուղղության վրա պիտի ուշադիր լինեն, որոնք այդ բանի վրա աշխատելով փող են ստանում կամ աշխատանքը իրենց, որ ասում եմ, մի ձևի բան են անում, ցույց են տալիս որակա իմաստով մի երկու օրվա մեջ հարցի լուծումը։ Այս երկրում օրենքի խախտման հետ կապված, այս երկրում ինչ որ պարագաներում, ինչ որ խախտումների հետ կապված հարցի լուծումները բոլոր ուղղության վրա կա։
Պիտի օրենքը աշխատի։ Օրենքը գիտեք ոնց է աշխատում։ Օրենքն էլ աշխատում է սենց, բոլորի համար հավասար։ Օրենքը չի աշխատում այն պարագայում, որ դա բարձրաձունում է այն հարցը Աննա Հակոբյանը, այդ ժամանակ պիտի աշխատի, բայց որ ինձ նման մարդը կամ հասարակ շարքային քաղաքացին բարձրաձայնում է այդ հարցը, օրենքը չի աշխատում, դա խնդիրը օրենքի մեջ չի, խնդիրը ղեկավարության մեջ է, ձեր հարցի ուղղումը կամ բոլորը ով տարբեր ուղղության վրա, տարբեր հարթակներում, տարբեր բաներում հարցերի խնդիրների է բանանում։ Դա օրենքի հավասարության հետ կապված է, որ մի պարագայում այդ օրենքը աշխատում է, մի պարագայում չի աշխատում։ Եթե օրենքը հավասար աշխատի բոլորի նկատմամբ, մենք այսօր խնդիր չենք ունենա։ Եթե օրենքը աշխատեր, սահմանադրությունը իր ամբողջովին աշխատեր, մենք այսօր չենք հայտնվի այս իրավիճակում։ Արցախցին չեր լինի փախստական, ներկա ժամանակ այս ժողովուրդը չեն հայտնվի այդ իրավիճակում, որ այդ ձևի նմանատիպ հարցեր ծագելու։ Ստեղ հարցը բարձրաձայնվելու հետ կապված չի։ Ստեղ հարցը, որ գնում հասնում է, պատժված մարդ պիտի տեսնենք, պատասխանատվության ենթարկած մարդ պիտի տեսնենք, դա էլ մենակ կանանց հետ կապված չի, բոլոր ուղղությունների կապված, նորից եմ ասում, այս 8 տարվա մեջ ի պաշտոն է լինելով խոսքի այն ղեկավարները, որի հետ դուք անձամբ մոտիկ, ծանոթ եք, շփվել եք, ու այն ղեկավարությունը, որ այսօրվա պարագայում միջովորս էլ մնացել է, խնդիրը դրանց մեջ չէ։ Օրենքի խնդիր մենք չունենք, դրա համար թե պաշտպանելով կանանց, թե մեր զինվորին, թե աղքատությունը, թե տեղահանվածներին, թե մնացած մարդկանց այդ բիզնեսի հետ կապված, որ արտահանման խնդիրներ ունեն, կամ էլ ես մեկ մյուսը, դա ժողովուրդ չի սեղ մեղավոր այդ դիմումը, այդ ձևի դիմում ներկայացրեք ներկայաշխանությանը կամ այն պատասխանատու ղեկավարներին, որի այդ բանը ոլորտը հենց այդ պատասխանատվության այդ հարցերի լուծման հետ է կապված։ Հիմի անդրադառնամ կամ ամփոփիչ ես մտքերս ձևակերպելու այսօրվա իրավիճակը, նորից եմ ասում, մեկ Բա փողը դեղ է մնացել, դրա համար դեղել իրար ծեծում են։ Հիմի Այո, դե հիմի նայեք, որ այսօրվա այս մի քանի ժամանակ առաջ, որ միշտ ասում էի ներկայ իշխանությանը, որ ձեր փրկությունը ու այս երկրի փրկությունը ձեր հեռացումն է։ Նորից եմ ասում, այսօրվա պարագայում այս ազգի փրկությունը, այս ղեկավարներն էլ, այս ղեկավարության փրկությունն էլ, բայց ոչ խուսափել պատասխանատվությունից։ Բարակ ձեր հեռացումով մեղմացնեք ձեր պատասխանատվությունը, դա տենց էլ լինելու է, ոչ մեկը մոռացության չի տալիս, ամեն ինչ էլ մեր ազգի առաջ է կատարվել, մենք էլ ենք դրա զոհդարել, դրա համար պատասխանատու լինելու եք ամեն պարագայում։ Այս իրավիճակում լինելով, նայեք արդեն իրար մեջ ինչեր է կատարվում ժողովուրդ։ Իրենք իրար մեջ արդեն հաշվեհարդարի այս հալա այս ձևակերպումն է, բայց իմ ասածս ճիշտ է, գալու է ժամանակ իրար վրա ցուցմունքներ են տալու։ Գալու է ժամանակ այս այն բանը, այն խումբը, այն մարդիկ, այն ղեկավարները կամ այն ներգրաված այդ process-ների մեջ պատասխանատու անձերը այդ ժամանակը գալու իրար վրա ցուցմունք են տալու, որովհետև ամեն մեկը տեղ գտնվելով ոչ մեծամասնությունը ղեկավարությունում էլ կան ահագին մարդիկ, որ պատասխանատվություն են կրում կամ որ ասում եմ բավարար իրենց աշխատանքները կատարում են, բայց իրենց այդ բավարար աշխատանքները կամ իրենց այդ մոտեցումները չի ստացվում, որովհետև թիմով չի աշխատանքը կատարվում, ամբողջովին չի դա իր կատարվում, որ այդ բաները արդյունքներ արձանագրեն, բայց այս պարագայում տեսնելով ինչ ղեկավարության անձեր են բանանում, ղեկավարում, ինչ պաշտոնյաներ կան, որ ինչ, որ ասում եմ, ոչ չի համապատասխանում իրենց էությունը, անցած ճանապարհը, կյանքը ու այդ պաշտոնը զբաղեցնելու, ու նույնից հետ գնալով ազգային ժողով պատգամավոր դառնալու, պատգամավոր լինելու, մենք տեսնում ենք մեծաքանակը ինչ մարդիկ են, ինչ կերպարներ են, սրանք երկրի ճակատագրին այսօրվա հարցի լուծում տվողներն են, սրանք երկրի զարգացման կամ լավ ճանապարհ տանողներ պիտի լինեին, բայց մենք ընդհանուր այս ճանապարհը ապրելով այս ժամանակահատվածում տեսնում եք ինչի են տարել, ինչի են տանում ու մեզ ինչա սպասում։ Այսօր իմ վերջնական խոսքս, նորից եմ ասում, այս հաղորդումի այս ուղերձի հետ կապված, ժողովուրդ, նորից եմ ասում,
ամեն ինչի մեջ եղեք ուշադիր, ամեն ինչի մեջ եղեք ներգրավված, կապ չունի դա ձեր հետ է կապված անձնական, թե ուրիշի հետ, որովհետև այն հարցերը, որ կպնում է մարդկանց, որ իրենք ընդհանրապես մեղք չունեն, դուք հավատացեք, որ վաղն էլ ձեր պարագայում, ձեր հարցերի հետ ձեզ է կպնելու։ Սե խնդիրը իրավիճակի մասին է, սե խնդիրը այս իրավիճակում միասնական պայքար մղելու մասին է, սե խնդիրը նրա մեջ է, որ ազգը, այս ինքնամաքրման ընթացքը, ես ասում եմ ինքնամաքրման ընթացք, այս ինքնամաքրման ընթացքում պիտի այդ վերածնունդը իրականանա, այդ վերածնունդի հիման վրա էլ մենք նորից եմ ասում, մենք ինքներս այս սուրբ հողում էլ համ լավ կապրեք ինչ Եվրոպա, ինչ Ամերիկա, ինչ Ռուսաստան, մեր համար համ Եվրոպան աստեղ, մեր համար ամենասուրբը մեզ համար Ամերիկայի բանով համեմատաբար էլի էս հողնա, Ռուսաստանն էլ մեր Ռուսաստանն էլ աստեղ, ուրիշ ոչ միտեղ մի փնտրեք ինչ որ ուրիշներից կամ էլ ինչ որ բան գան ձեր տեր կաղնեն կամ ձեր օգնեն կամ որ այս մեկից հրաժարվենք, մյուսները գալու են մեզ սուտատա, տես բան չկա, քո երկրի, քո ընտանիքի, քո ամեն ինչի տերը պիտի լինես դու քեզանով պիտի ցույց տաս, որ դու տեր ես, ցավում ես ու դրա համար պատրաստ ես պայքարելու, որ ուրիշը չգա քո հողը քո տան համար պայքարի, որովհետև ուրիշը պայքարելով քեզանից խլելու է քո ունեցվածքը, հասկանալի է նա իր շահերն է առաջ տանում, հիմի հասկացեք, որ այս ազգը, ժողովուրդը մենք պիտի արթնանանք, մենք պիտի աչքներս բացենք, սա իմ բառերս չպիտի օգտագործեմ, որ վաղվա օրը կամ սրանից հետո մի քանի մարդ ասեն, արա դե ինչ ես ասում կամ ես մեկը իմ ույսը, սա դրա համար չի, ես իմ տեղս եմ խոսում, ես իմ ցավը դարդս եմ, ես իմ տեսածս ու տեսնելու որ ինչ է սպասում դրա մասին եմ խոսում, որովհետև ես դրա զոհն եմ դարել, հասկանում եք դու, մի ուրախացեք մեկը զոհ դարելով դուք դրանից ինչ-որ բան շահել եք, դրա համար որ ասել են Արցախը տվել ենք, հանուն անկախություն ձեռք բերելու համար, տեսնում եք որ սուտ է, որ ասում են Արցախը տալիս ենք մերը չի, որ մեր պահանջներ չներկայացնեն, մեզ վրա չհարձակվեն, խաղաղություն լինի, տեսնում եք որ սուտ է, ու ամեն ինչ սկսում է այս խնդիրների կրկնապատկման հիման վրա, վաղվա օրը իմ ասածս նորից եմ կրկնում հիշեք, եթե առաջարկներ լինի Թուրքիայի, Ադրբեջանի կողմից օգնելու Հայաստանին, ներկայիշխանությանը գնա այդ համաձայնության, այսօր ձեզ մատուցում է այն պարագան, որ ուրիշ երկրները չեն օգնում, ուրիշ երկրների հետ խնդիր ունենք, ուրիշ երկրները հայ սենց մենք պատրաստ ասում ենք, բա սենց ես մեկ եմ ուսը, իրենք չեն գնում բանը, բայց խնդիրը դրա մեջ չի, սա էլ է ուրեմն ծրագրավորված, պլանավորված, դրա համար պետք է մի հատ բան ձևակերպվի, խոսքի որ մարդիկ մտամ տեսնեն, լսեն, հասկանան ու ասեն ժողովուրդը էլի նորից գան ասեն, դե հայ երկրի վարչապետը մեր լավն է ուզում, երկրի վարչապետը ուրեմն մեր այս երկրի զարգացման մասին է մտածում, դրա համար տենց ասում է, դե հիմի իմ ասածս հաջորդական ժամանակների ընթացքում այդքանը դուք կհասկանաք, դուք կտեսնեք, բայց ես ցավալով չեմ ուզում, որ ձեր թե գրպանին, թե կյանքին, թե ձեր ընտանիքին դա կպնի Նորից եմ ասում, դա ասում է ձեզ այն մարդը, որը դրան զոհն է դերել ու ինձ նման հազարավոր, 100 հազարավոր մարդ զոհն են դարել դրան։